Ինչն է մեր հայրենիքի անվտանգության ամենակարևոր երաշխիքը։ Իհարկե կասես հայոց բանակը, ու ճիշտ կասես, բայց այստեղ կա մի ճշմարտություն։ Բանակը չի կարող ուժեղ լինել, եթե չունենք իրական ժողովրդավարություն, չունենք կոռուպցիայի, այն որ ասում են թալանի դեմ իրական պայքար։ Միայն իրական ժողովրդավարությամբ է հնարավոր ապահովել մեր բանակի մարտունակությունն ու զինվորների անվտանգությունը։ Հա, գիտեմ, արդեն հոգնել ես այս բառից, բայց միայն հենց այդ ժողովրդավարության պայմաններում է հնարավոր, որ բանակում չլինեն արտոնյալներ ու բացառվի կոռուպցիան։ Մեկը ակտ եմ գրելու։ Իսկ եթե մի ձև իրար հասկանանք, ու այդ մի ձև հասկանալը կբացառվի։ Բայց այդ բացառելը հոգախարդական փայտիկով չի լինում, կամ որ ասում են լավ, ուժեղ, բարի իշխանությունները չեն թալանում։ Չէ, ցանկացած իշխանությանը հնարավոր է զսպել ժողովրդի միջոցով, վերահսկելով, հաշվետու պահելով, օրենքներով, եւ դա ինչպես է հնարավոր, ճիշտ ես, ժողովրդավարությամբ։ Գրիր, թե ինչպես ես պատկերացնում անվտանգությունը մեր երկրում։ Էլի սկսենք նորից փրկիչներ փնտրել, թե ամեն դեպքում կարգին ժողովրդավար պետություն կառուցենք։